գործընթացին, արդյոք հնարավոր համարում եք, որ ՔՊ-ից կլինեն падգամավորներ, որոնք կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այդ որ գործընթացներ են, որ Մամիջանյանեն կավատության գործով անցած մեկի եղբորը բերել են, ուզում են վարչապետի թեկնածու սարքեն։ Միքայել Աջապահյանի թեկնածության հետ կապված։ Հա, այսինքն այն մարդուն, որ ռազմական հեղաշրջման կոչեր արել, իրանք դիտարկում են որպես վարչապետի թեկնածու, դա հաջորդ զարգացում այն մարդուն, որ նաև իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց սպանել, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց գյուլել, որը պլանավորած է եղել գյուլվածների ընտանիքին նաև կոմպենսացիա տալ այն մտքով, որ այն մարդիկ, որ իրանք պետքա գյուլեին, ընտանիքներին կոմպենսացիա պետք տային, այդ ընտանիքներն է պետքա գոհ լինեին, այդ խայտառական բարոյականության կրողներին են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, այն էլ վարչապետ, լուրջ են ասում։ Դուք արտահերթի բացառում եք ընտրությունները։ Հա, իհարկե, իսկ ինչ դրա նախադրյալը ո՞րն է որպես այդպեսի։ Ինչ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների, ես նման բան չեմ տեսնում առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, այս Քարնեգի հիմնադրամից հայտնել եմ, որ Թրամփի վարչակազմը Երևանի եւ Բաքվի առաջարկներ է արել, Ադրբեջանը Հայաստանով այդ ճանապարհի մասով, ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ես չեմ կարող մանրամասներ հայտնել այս թեմայի կապակցությամբ, կարծում եմ արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա այս հրապարակման հետ կապված։ Առաջարկները եղել են։ Չեմ կարող ասել, ասում արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության բարձրաբանումներ կտա։